Ես 90 կիլո եմ, քաղցր չեմ ուտում, հացը հանել եմ, բայց չեմ նիհարում։ Եկեք տեսնենք ինչով կարող ենք օգնել այս աղջիկին։ Իսկ դուք ինչով եք նախաճաշում, կոմենտներում գրեք, որն է ձեր նախաճաշը, եւ այսօր ձեզ կասեմ, ինչպես պետք է նախաճաշել, որ քաշը սկսի իջնել։ Նախաճաշը շատ բանական։ Առաջինը նախաճաշը համարվում է այն սնունդը, որը դուք ընդունում եք արթնանալուց մի ժամվա ընթացքում։ Եթե դուք արթնանում եք 8-ին, նախաճաշում եք 10-ին, ձեզ մոտ բացակայում է նախաճաշը չկա։ Եթե դուք արթնանում եք ժամը 7-ին եւ խմում եք միանգամից 7:10 սուրճ, ձեզ մոտ նախաճաշը բացակայում է։ Չկա ձեզ մոտ այն նախաճաշը, որը ձեզ օգնելու է նիհարել։ Առաջինը վերցնում ենք բաժակ, լցնում ենք H2O, վերցնում ենք, սա ցույց տամ, ավելացրած է բաժակի մեջ տաք ջուր, այսպես ցույց տամ, եւ ավելացնում եմ ալոե վերա խտանյութը, որը մաքրում է օրգանիզմը ներսից, լավացնում է մարսողությունը, սա դեղ չի, կարելի է օգտագործել երկար ժամանակ, 300 մլ ջրի մեջ ավելացնում ենք 2 կապարի ալոե, եւ այլում ենք, սա օրվա ճիշտ սկիզբը։ Այսպես եւ դուք կզգաք շատ կոմֆորտ մարսողություն, դուք շատ թեթև եք ձեզ զգալու, կմոռանաք վկնացության մասին եւ շատ ավելի էներգիա կունենաք, որովհետեւ ալոե վերա նպաստում է, որ կերածնունդը ավելի լավ է յուրացվելու, այն վիտամինները, սննդարար նյութեր, որ կա ուտելիքի մեջ, հասնելու է տեղ ավելի։ Հետո բուսական ըմպելիքը դա նախաճաշի երկրորդ մասն է, էլի ձեզ հիշացնեմ, որ ցանկացած երկրում դուք կարող եք օգտվել մեր մթերքներից, դուք գրում եք ինձ անձնական նամակ ու ես ձեզ օգնում եմ պատվիրել ցանկացած քաղաքում, որպեսզի ես կարողանամ կատարել խորհրդատվությունը, պետք է մեր միջոցով, իմ միջոցով պետք է պատվիրեք, որպեսզի ես ձեզ նաև մնացած սննդակարգ կազմեմ ու սննդակարգը մեզ մոտ անհատական է, հաշվի առնելով ձեր օրակարգը, ձեր օրգանիզմը, ձեր ֆիզիկական ակտիվությունը եւ այլն, լրիվ անհատական մոդել։ Եվ երրորդ բաժակը դա կոկտեյլը արդեն սնունդ է համարում, իրան էլի խմում եք, բայց ինքը պարունակում է շատ վիտամիններ, ապահովում է էներգիա, մի քանի ժամ հագեցված է պահում եւ նման նախաճաշից հետո ձեր քաղցրը չի ձգելու, դուք հանգիստ եք լինելու, ավելի հանգիստ ու գիտակից եք ընտրելու հաջորդ օրվա ընթացքում ձեր հաջորդ սնունդը։ Մենք չունենք արգելված սնունդ, բայց ունենք մոտեցում, ինչպես ցանկալի է սնվել, որ մաքսիմում արդյունք ստանանք։ Գրեք անհատական անձնական նամակով մանրամասների համար, սպասում եմ ձեզ օգնելու